Ես այս խոսեմ ես Էդիկ Միրզախարանից զարմացած եմ, ինչպես կարա հայ հոգևորականը իշխանական առաջին հերոստալիքի մոտ 1 ժամանոց եթերում 50 րոպեն թուրքի ու ադրբեջանցու գովք անի։ Արա դու մուսուլման ես, դու ոնց կարաս լինես հայ առաքելական սուրբ եկեղեցու հոգևորական։ Դու գնա Փաշազադեի մոտ, չգիտեմ, իմամ աշխատի, գնա մսկիթներում նամազ արա, դու ինչ գործ ունես քրիստոնեության հետ, դու ինչ գործ ունես մեր տիրոջ հետ, մեր կրոնի հետ, դու եղել ես, որ Նիկոլ Փաշինյանը ասում է մենք ունենք ազդեցության գործակալ տերտերներ, չգիտեմ, տեր հայրեր, այս երևույթներն են այդ ազդեցության գործակալները, օրինակ էս Էդիկ Միրզախանյանը իմ համար թուրքի շպիոն է, որովհետև ինքը խոստովանել է, որ Վրաստանում թուրքերի ու ադրբեջանցիների հրավերը ընդունել է, եղել է նման բան, թե չէ։ Ազդեցության գործակալը այս երևույթն է, ոչ թե այն մարդիկ, ովքեր դեմ են Նիկոլին ու այս երևույթներին։ Այդ մարդիկ հիմա տանջանքներ են կրում, այդ մարդիկ հիմա մեծ փորձությունների միջով են անցնում մեր վեհապարի գլխավորությամբ եւ ես վստահաբար ասում եմ, որ ոչ ոք չի կարող հաղթել հայ առաքելական սուրբ եկեղեցուն, չի կարող հաղթել քրիստոնեությունը եւ քրիստոնյա հային եւ չի կարող